Մենք պետք է լինենք նրա ձայնը, ինքը կանչում է և մենք նրա ձայնն ենք, բայց երբ որ պատվականը առանձնացնենք անարգից, Մարգարեն ասում է, եթե պատվականը հանես անարգից, իմ բերանի պես կլինես, իմ բերանի պես կլինես, մենք գիտենք Աստծո բերանը ինչպես է, երբ որ նա խոսում է, նա կատարվում է, Աստծո բերանը իշխանությունով է խոսում, Աստծո խոսքով ամեն բան ստեղծվել, և իր հոգին մեր մեջ է, բայց իր հոգու դրսևորումները շատ ավելի ուժեղ կլինի, եթե մենք պատվական, այսինքն այն փրկությունը, որ Աստված տվել է, մեր հոգին սուրբ է արել, մենք մեզ հանենք անարգ բաներից, աշխարհային պիղծ բաներից, և խոսքը ասում է, իմ բերանի պես կլինես, այսինքն երբ որ դու խոսաս, քո բերանով Աստված է խոսալու և զորավոր բաներ է կատարվելու, որտեղ է Աստված գործում, որտեղ է Աստված զորավոր ձևով գործում, որտեղ որ պատվում են իր անունը, պատվել անգլերեն honor, որտեղ պատվում են, իսկ որտեղ են պատվում, դա մենակ խոսքով չի, տեսեք մենք կարող ենք ամբողջ սրտով երգել, թվա թե սրտով, միգուցե այդ բային սրտով երգենք, փառաբանենք, բայց միթե դրանով է միայն որոշվում Աստվածապաշտությունը, ճիշտ է, Աստված ասում է, բերեք ինձ ձեր շուրթերի զոհը, գովաբանության զոհը, Աստված այդ զոհն է ուզում, մեր սիրտը, մեր շուրթերի զոհը, և որ գովաբանում ենք Հիսուսի անունը, դրա համար մենք երգում ենք, բայց հետաքրքիր է, որ ժամանակ եղավ, երբ որ Աստված իր Իսրայել ժողովրդին ասեց, դադարեցրու երգերիդ աղմուկը, դադարեցրու քո երգերը, ինչի համար Աստված ասեց դադարեցրու քո երգելը, երգը Աստված ընդունում է, փառաբանություն է, դա աղոթք է, դա մի զորավոր բան է, որով երկրպագում ենք Աստծուն, դրանով ասում ենք դու ես մեծը, քեզանից մեծը չկա, բայց մի պահ եկավ, երբ որ Աստված ասեց դադարեցրու երգերիդ ձայնը, երաշտական գործիքների այդ աղմուկը չեմ ուզում լսեմ, արդարություն արա, հեռացի անօրենությունից և ես կընդունեմ քո զոհոնոր։ Աստված չի կանչում մեզ կեղծավոր ձևական հավատացյալներ լինենք միայն եկեղեցում երգենք, worship-անենք դուրսը ապրենք ուրիշ կյանքով։ Մենք պատվում ենք Աստծուն ոչ թե այստեղ գալով երգելով, պատվում ենք ամեն օրվա մեր կյանքով, ամեն օրվա մեր ապրած կյանքով, ամեն օր նույնիսկ այնտեղ ոչ մեկ քո մտքերը չի տենում, այդ դրանով ենք պատվում։ Ինչով էին փարիսեցիները տարբերվում այլ մարդկանցից, նրանք միայն կերպարանք ունեին Աստվածապաշտության, նրանք սուրբ երևում էին, նրանց բոլոր գործերը արդար էր կարծես, շատ ճիշտ էր ամեն ինչ, աղոթքներ անում էին, ծոմ անում էին, բայց սրտերը քարացած էր, կեղծավորությամբ էր լսած, չունեին Աստծո սերը իրանց մեջ, Հիսուսին հալածում էին, հակառակ էին գնում Աստծո կամքին, իրանց օրենքներն էին դրել ու այսքան Հիսուսը իրանց հանդիմանեց ասեց, դուք ասես փարիսեցիներդ նման եք ասում գեղեցիկ զարդարված գերեզմանների, որ դրսից զարդարված է, բայց ներսը փտած ոսկորներ է եւ ամեն պղծություններ է։ Նաեւ դուք սրբում եք, մաքրում եք բաժակի դրսի կողմը, բայց ներսը կեղտոտ է, չէ որ ներսը պետք է սկզբից մաքրես, որ մաքուր լինի։ Եթե անգամ դուրսը չի երևում այդ մաքրությունը, բայց ներսը մաքուր է, ուրեմն քո խմած ջուրն էլ մաքուր կլինի։ Ու դա մենք ենք։ Դա մեր չերևացող կյանքն է, դա մեր անձնական կյանքն է։ Աստված կգա շատ ուժեղ, եթե մենք խնդրենք իրան, փնտրենք իրան մեր ամբողջ սրտից, որ եկեղեցին հավատքը չվերջանա միայն եկեղեցու հավաքույթները ավարտելով, սկսվելով եւ ավարտելով, ոչ, ամեն օր ու գիշեր, դու ասում ես այդքան ոնց կարա մարդ կհոգնի, չես հոգնում, դա անսպառ է իր զորությունը, իր սերը, իր քաղցրությունը, իր գեղեցկությունը,
իր ներկայությունը, ով որ ճաշակում է, երբեք չի մոռանում, չի ուզում փոխի որևիցե բանի հետ, նա չի ուզում փոխի։ Բայց ոնց ենք պատվում ճիշտ մեր ապրելակերպով, սուրբ ապրելակերպով։ Առաջի Պետրոս 1:15-17-ում ասում է. Սուրբ եղեք, որտեվ ես սուրբ եմ, ասում է Տերը։ Դեռ ավելին սենց է ասում, սուրբ եղեք ձեր բոլոր վարքերում, ձեր բոլոր գործողություններով։ Մարդիկ ասում են, Հիսուսը ինձ ներել է, ինձ մաքրել է, ինձ արդարացրել է, դա ճիշտ է։ Նա սրբել է, մաքրել է իր արյունով խաչի վրա կատարած զոհով, ոչ թե նրա համար, որ գնանք մեղքերի մեջ ապրենք, կեղտերի մեջ ապրենք, ինչ ուզենք անենք, ասենք արյունը թող մաքրի, այտենց արյունը ոտի տակ ենք տալիս։ Ոնց որ մեկը քեզ մի գեղեցիկ, ասենք քո հայրիկը կամ դու քո երեխուն մի հատ գեղեցիկ լավ ավտո գնես, չէ, ավտո մեքենա գնես, ինքը գնա նորմալ չքսի, խփի այդ պատերին, քերծի, ջարդու փշուրանի, ասի մեկա պապաս հարուստ է, մեկա պապաս կառնի։ Իրա պապան աշխատել է, իրա սրտից ուզեցել է նվեր անի իր երեխուն։ Ու գնում է երեխային ջարդելով, փշրելով, սաղ քերծած, մի քանի օրից բերում է հորն է ներկայացնում ու հայրը տխրում է, որ իրա տված նվերը չգնահատեց իրա որդին։ Այդ կապ չունի հարստությունը, հարուստ է թե հարուստ չի իր հայրը, բայց նվերին, չէ, հարգանքով ուշադրությամբ են վերաբերվում։ Բա որքան ավելի Հիսուսի թափած արյունը, Հիսուսը չի խաչվի արյուն թափել, որ ինչ ուզենք անենք, ասենք մեկը կսրբի։ Այդ տեսակ վերաբերվում կարող, դա չի սրբում։ Չի սրբում այդ դեպքում։ Այդ դեպքում ոտի տակ է տալիս։ Նա չի մահացել մեղքի համար, որ մեղքի մեջ ավելի խրվենք, իր արյան միջոցով մեղքի մեջ ավելի խրվենք։ Մարդիկ կան, այսօր քարոզչություն են անում, աշխարհում կա, ես հենց այնպես բաներ չեմ ասում։ Մտածում են Հիսուսը խաչվեց, այդքան զոհը կրեց, խաչի վրա մեղքերը վերցրեց իր վրա, քավություն տվեց, որ ավելի ուժեղ սենց ասած գազ տված մեղքի մեջ գնանք ու ինչ ուզենք անենք, մեկը իր արյունը կսրբի։ Ոչ, այդպիսիները դատապարտվելու են։ Խոսք ասում է դատապարտվելու են, ասում է մի խափնվեք անօրենները, մեղավորները, պիղծերը Աստծո թագավորություն չեն մտնի եւ Պողոս առաքյալը գրում է դա հավատացյալներին։ Աստված ասում է սուրբ եղեք ձեր բոլոր վարքերում, որովհետև ես սուրբ եմ։ Այսօրվա թեման կոչվում է ինչպես ապրել սուրբ կյանքով։ Եվ առաջի համարը մենք նայենք առաջի Թեսաղոնիկեցի 4:3-5 համարները։ Որովհետև սա է Աստծո կամքը։ Ուզում ես իմանաս Աստծո կամքը քո համար, ամեն մեկի համար սա է Աստծո կամքը, ձեր սրբությունը, որ դուք ետ կենաք պոռնկությունից եւ ձեզանից ամեն մեկը գիտենա իր անոթը պահել սրբությունով։ Անոթը որն է այս մարմինները, կոչվում է անոթ։ Սրբությամբ եւ պատվով, ոչ թե ցանկության կիրքով, ինչպես հեթանոսներն էլ որ Աստծուն չգիտեն, դες սա հավատացյալներին է ասում։ Որտեղ հստակ բարձրացում է ոչ թե ցանկության կիրքով, ինչպես հեթանոսներն էլ որ Աստծուն չգիտեն, նա գրում է Աստծուն իմացող ժողովրդին, որ սա է Աստծո կամքը, ձեր սրբությունը։ Կարդամ հիմա Գաղատացի 5:19 համարը, տեսեք ինչ ասում։ Եվ հայտնի են մարմնի գործերը, որոնք են շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, ինչ է գիճությունը, այն որ մարմնին ազատություն են տալի, մարմինը ինչ ուզում է անում են։ Կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չար նայվածքներ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ եւ ինչ որ սրանց նման են, ինչպես առաջուց ասում էի, թե այսպիսի բաներ գործողներ Աստծո թագավորությունը չեն ժառանգի։ Այսպիսի բաներ գործողները Աստծո թագավորություն չեն ժառանգի։ Սա էլ հաջորդ տեղը Գաղատացիների մեջ ես կարդացի, որ նա բերում է մի շարք մեղքեր ու բոլորը չի, որտեղ ասում է եւ ինչ էլ որ սրանց նման են, եւ ինչ որ սրանց նման են, այս տեսակը մեղքեր կան, շատ ավելի մեղքեր, որ ինքը ստեղ չի նշում, Պողոս առաքյալը ուրիշ թղթերի մեջ են նշում, որ ասում է այսպիսի բաներ գործողները Աստծո թագավորություն չեն մտնի։ Հարբեցողներ, շնացողներ, կռվարարներ, բաժանություններ բերողներ, թշնամություններ,
կռապաշտություն, անգամ կռապաշտություն կարող է դու չպաշտես ինչ որ հատուկ կուրք սարքած չլինի, որ ծնկի գաս պաշտես, բայց որևիցե մի բան քո համար ավելի կարևոր լինի, քան թե Աստվածը։ Օրինակի համար մենք մի քանի շաբաթներ առաջ տեսանք մի թեմա նայեցինք, որ Աստված թե մամոնա, չէ, որ Աստծո խոսքը ասում է, մարդ չի կարող պաշտել Աստծուն եւ մամոնային, այսինքն միաժամանակ հնարավոր չի մարդ պաշտի Աստծուն եւ մամոնային։ Մամոնան դա փողասիրության աստվածն է։ Դա փողասիրությունն է։ Եթե մարդը փողասիրությունով է տառապում, իր մեջ Աստծո սերը կատարյալ չի։ Դա համարվում է կռապաշտություն։ Ուրիշ տեղ ասում է ագահությունը դա կռապաշտություն է, ագահությունը այսինքն որ մարդ ընկած է նյութականի հետևից։ Ես չեմ ասում դա անհրաժեշտ չի։ Նյութականը անհրաժեշտ է։ Եթե այդ նյութականը չլինի, մենք ստեղ չենք կարող հավաքվենք։ Այդ նյութականն ենք մենք օգտագործում, որպեսզի հավաքվենք այստեղի ռենտը տանք, մնացած ծախսերը անենք եկեղեցու։ Բայց դա մենք չենք դնում առաջնային, մենք չենք դարձնում դա կյանքի նպատակ։ Սրանք տարբեր բաներ են, փողը ծառա է, ոչ թե տեր։ Մարդիկան փողը իրանց տերն է։ Փողը իշխում է իրանք չեն կարող ծախսեն, ասում կարամ ծախսեմ, ես մի քիչ մի բան առեմ, փող ասում է, չէ, ափսոս է, քչանա։ Լավ, փողը տեր արդեն ագահությունն է, արդեն ժլատությունն է, մամոնային է պաշտում մարդը, բայց փողը ծառա է, դու օգտագործում ես, ոնց պետք է քեզ, ինչպես պետք է, իհարկե բարիքի համար, ոչ թե մարմնական ցանկությունների համար։ Սա է Աստծո կամքը, մեր սրբությունը ինչպես նայեցինք, սրանով ենք պատվում Աստծուն, երբ որ մենք սուրբ ճիշտ կյանքով ենք ապրում։ Գիտեք, նորմալ է, երբ որ փոքր երեխեն, միջև ասենք երևի մի 2-3 տարեկան որոշակի տարիք պամպերս է հագնում, պամպերս է կրում։ Նա հələ նոր ածնվել, նոր հələ քայլել սովորում, խոսալ չի կարողանում կառավարի իր մարմինը, պամպերս են նրան հագցնում։ Բայց նորմալ չի, երբ որ դառնում է 15 տարեկան, 20 տարեկան ու էլի պամպերսով գնում է շրջապատի մեջ ու պամպերսը հագը։ Էս ինչ է, դե փոքրուց այտենց է սովորը։ Նորմալ չի, չէ։ Իհարկե կան մարդիկ, ովքեր հիվանդություն ունեն, էլի ինչ-ինչ հիվանդություններ ունեն, էսի ուրիշ դեպք է, եթե հիվանդության ժամանակ են այդ պամպերսը օգտագործում, մենք դա հասկանում ենք, ի վիճակի չի մարդը։ Բայց նորմալ առողջ մարդիկ պամպերս չեն կրում։ Բայց երբ որ մենք Հիսուսին ենք նոր գալիս, ինչի համար եմ այս օրինակը ասում, մենք հələ հոգևոր մանուկ ենք, հոգևոր երեխա ենք, սխալներ անում ենք, շատ սխալներ ենք անում, թուլություններ ունենում ենք ու կարող ասել պամպերս Աստված մեզ հագցնում, քավեր անում ինչ-որ, ներում է, սրբում է, մաքրում է այդ ամեն ինչը, այդ ուշադրություն չի դարձում, բայց նորմալ չի, որ մարդը 3 տարի, 5 տարի, 10 տարի եկեղեցի է գալու պամպերս է կրում։ Որն է դա, որ նույն սխալներն է անում, կեղտոտում է տակը, ասում է ով է կատարյալ, հայհոյություն է անում բերանով, քֆուր, curse խոսքեր, հա։ Դե ով կարա հաղթի, ով է ճիշտ, ով է կատարյալ, որ պամպերս է կրում, ամոթ է, խոսում ենք Հիսուսից, հաղթանակից, հավատքից, զորավոր բաներից, բայց երեխայական հոգևոր վիճակ։ Սա ամոթ վիճակ է, սա խայտառակ վիճակ է։ Ես նորերից չեմ պահանջում երբեք այն ինչ որ պահանջեմ, ասենք հին հավատացյալներից, որտեվ մարդիկ եկեղեցում գալիս են, որպեսզի աճեն, հոգևորապես աճեն, հասունանան եւ չասեն, հենա բոլորն էլ իրանց սխալներ ունեն։ Հա, բայց այս մարդը արդեն այն իրան նուրբ սխալների վրա աշխատում։ Մի հատ ավելորդ սխալ բառ ասեց, հետո ասես, վայ, այս բառից մեջ հպարտություն կար, կներես Աստված, դες արդեն ուրիշ լեվելի է գնաց, իրա մաքրվել, իրա սրբությունը։ Նա հələ քֆուրներ է տալի։ Կամ հələ խմիչք է օգտագործում, հարբում է։ Իսկ մեկ տարբերությունը։ Խոսքը պարզ ասում է, սա է Աստծո կամքը ձեր սրբությունը, որ դուք հետ կենաք ողորմությունից եւ ձեզանից ամեն մեկը գիտենա իր անոթը պահել սրբությամբ եւ պատվով, ոչ թե ցանկության կիրքով, ինչպես հեթանոսներն էլ որ Աստծուն չգիտեն։ Եթե մենք հեթանոսների պես պետք է ապրենք, որոնք Աստծուն չգիտեն, էլ ինչով ենք տարբերվում, նրանց հետ էլ դատվելու ենք այդ դեպքում։ Մենք պետք է պատվենք Աստծուն մեր սուրբ կյանքով։
Տեսեք, մենք նաև ես որ կարդացի Գաղատացի 5:19 համարը, այնտեղ գրված է, որ ոչ էլ հարբեցողություն, այսինքն խմիչքի հետ կապված բաներ։ Շատ անգամ հավատացյալները ընկնում են այստեղ, քանի որ հավատացյալները տեսնում են Աստվածաշնչում կա որոշ տեղեր, որտեղ խմիչք օգտագործվել է։ Հին ուխտում, հին կտակարանում թույլատրվել է։ Հին կտակարանում թույլատրվել է, բայց հին կտակարանում մի մոռացեք, որ շատ բաներ սիմվոլիկ է եղել։ Գինին, որ խմել են հաճույքը գինու, դա խորհրդանշական է եղել։ Նոր կտակարանում մենք տեսնում ենք, որ դա Սուրբ Հոգու գալն է, Սուրբ Հոգով լցվելն է։ Թեև Աստված թույլ է տվել դա հին կտակարանում, բայց քահանաները, ամենանվիրված քահանաները իրանք չպետք է խմեին։ Ու դու տեսնում ես, որ Հովանես Մկրտիչն չէր խմում, ասում է, որ ոչ նա գինի էր խմում, ոչ մի բան։ Ինչի, որտեղ ավելի մոտ ելնելու համար Աստծուն։ Դու չես կարա համ դա օգտագործես, համ ավելի մոտ լինես Աստծուն։ Չես կարա, որովհետև երբ որ ուղեղդ մի քիչ թուլանում է, թեկուզ մի քիչ կոնտրոլը կորում է, թե քո խոսալու, թե քո աչքերի։ Տեսեք, Առակաց 23:31-ից եմ կարդում։ Մի նայիր գինին, որ կարմրի է տալիս, այսինքն գինու այդ կարմրությունը թող իր չգայթակղեցնի քեզ, որ բաժակի մեջ աչքով է անում քեզ, որ ուղիղ ինքն իրան գնում է։ Նա վերջը օծի պես կկծի եւ իժի պես կծակե։ Տես ասում է, դու մի նայիր, մի գայթակղվին այդ գինիի կարմրությունով, որսից լավ է թվում։ Նա վերջը օծի պես կկծի քեզ եւ իժի պես կծակի։ Աչքերդ օտար կնիկների վրա կմտածի եւ սիրտը ծուռուբուռ բաներ կխոսի։ Բա թուլանում է ուղը, դաժե թեև հին ուխտում որ անգամ թույլատրվել է այդ, բայց մեկը խորհուրդ էր տալի, որ հեռու մնան, ձեռնպահն մնան դրանից։ Դե ես մի քիչ եմ խմում, գիտես, այսքանը հերիք է, որ միտքդ թուլանա ու ազատություն ստանա, ու կոնտրոլը կորցնի, ու խոսք մարդ ասում է, չէ, ես ինձ կոնտրոլ անում եմ։ Ես այդ մարդկանց տեսել եմ, որ ասում եմ, ես կոնտրոլ անում եմ, դրանք ամենաշատերն են խմում։ Իրանք այտենց են ասում, որ շատ խմեմ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ես ինձ կարողանում եմ կոնտրոլ անեմ։ Մենք որպես հավատացյալներ, մենք ուխտի մեջ ենք Աստծո հետ։ Ես ինչ որ կատեգորիկ ինչ որ խիստ արգելքներ չեմ դրել, մարդիկ կան որոշակի չափ օգտագործում են, բայց ցանկալի է, որ դա մեր կյանքից հելնի, որովհետև դա շատ ընտանիքներ է քանդել, շատ կյանքեր է քանդել։ Դրա մասին շատ համարներ կա Աստվածաշնչում գրված, շատ համարներ կա, բոլորը չենք նայ, ուղղակի մի քանիսի մասին կնայենք, օրինակ Եփեսացի 5:18-ում ասում է. մի հարբենակ գինով, որի մեջ անառակություն կա, այլ հոգով լցվեցեք։ Տեսեք, տարբերակներ առաջարկում։ Կամ գինով հարբել, կամ հոգով լցվել։ Ինչի է այդ երկուսը բերում սենց։ Որովհետև գինին խորհրդանշում է հին ուխտի ժամանակների այն մարդկանց, ովքեր խմում են զվարճանում էին, բայց դա մարմնական ժամանակավոր զվարճություն էր, որը որ խորհրդանշում էր, որ նոր կտակարանում գալու Աստծո հոգին, որը բերելու է իրական զվարճություն, իրական ուրախություն։ Դրա համար է Եփեսացի 5:18-ում ասում՝ մի հարբեք գինով, այլ հոգով լցվեք։ Այսինքն կամ նա դու կունենաս, կամ նա կունենաս, դու երկուսը միաժամանակ չես կարող ունենաս։ Ես չեմ հարբում։ Բայց դեպքում ինչի համար ես խմում։ Նպատակը հարբելն է մի քիչ, թեկուզ մի քիչ։ Մի քիչ որ սենց ունես, մի քիչ։ Սենց։ Ես սիրով եմ մարդկանց հետ։ Չէ, դա սեր չի, դա մարմնական ցանկությունն է։ Չեմ հարբում։ Հարբելը պարտադի չի սենց հարբի մարդ սենց չգիտեմ։ Ես տեսեմ մարդիկ սենց գնում են, այսպես բայց հարբած։ Всё, ուղեղը, ասում է, առակացի մեջ տեսանք, ասում է, նա վերջը օծի պես կկծի, իժի պես կծակի, աչքերդ օտար կնիկների վրա կնային եւ սիրտը ծուռմուռ բաներ կխոսի։ Այդ թե ինչի են շատերը պամպերս կրում, հոգևոր պամպերս, հələ այն թեթև բաները չեն կարող հաղթեն։ Հիսուսը գալու է եկեղեցին հափշտակի, ու այն մարդիկ, ովքեր աշխարհային ձևով են ապրում, իրանք չեն հափշտակվելու։ Թող հույս չունենան, ասեն, ես քրիստոնյա եմ, ես հավատում եմ, ես աղոթում եմ, չէ։ Տերը գալու է Եփեսացիների
5-րդ գլխի մեջ ասում է Տերը գալու է սուրբ, ամբից, անարատ եկեղեցու հետևից։ Ամբից, այսինքն առանց մի հատ որ մի բան է արում ապրանք, որ սենց վրան քերծված կա լինում, դա բիծ է, կոչվում է բիծ, քերծված։ Հասկանում եք։ Մենք պետք է այնքան ձգտենք կատարելությանը, ոչ մեկ perfect չէ, բայց Հիսուսը ինչ ասեց կատարյալ եղեք, ինչ ասեց be perfect as your father perfect in heaven, բախի ասեց։ Բա ուր է հավատքը։ Բա որ չենք հավատում, չենք էլ լինի։ Հավատում ենք, որ պամպերսով պետք է քայլենք, պամպերսով է կքայլենք։ Ու հոտը փչում է, ահա որ է փչում այդ հոտը զզվելի։ Հեռավորությունից փչում է այդ հոտը։ Հոգևոր spiritual նկատի ունեմ։ Ու սաղ եմ տենում այդ հոտը փչում քիթը բահում, հասկանում եք։ Այդտենց չպետք է լինի, պիղծ բան պետք է չլինի այստեղ եկեղեցում։ Աստված ասում է սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Մենակ սուրբ կյանքով կարանք պատվենք Տիրոջը։ Դա Հիսուսի արունը կմաքրի։ Նայած ում, ով որ հասկանում հարգում է, պատվում է այդ արյունը, որ խաչի վրա թափվել է։ Հիմա ինչի Հիսուսը ջուրը գինի դարձրեց։ Հիշում եք, որ այնտեղ մենք տեսնում ենք այդ դեպքը, որ գինի է դարձնում Հիսուսը, ջուրը գինի է դարձնում, սեղանապետը չէ ասում է, սկզբից ամեն մարդու բերում են այն որ ամենալավագույն գինին, երբ որ գինին լավագույնը վերջանում է, հետո նոր բերում են վատագույնը, որ երկրորդ սորտի է արդեն, երբ որ լավը պրծել է։ Բայց ասում է դուք միջև այդ լավագույն գինին պահել եք, բայց չեմ կարծում, որ վատ գինի էին բերել հարսանիքին, որտեղ վերջացավ, չեմ կարծում։ Հասկանում եք։ Պարզապես Հիսուսի սարքած գինին երկնային գին էր։ Երկրավոր չէր։ Երկրավոր հարբեցնող գինի չէր, դա երկնային գինի էր։ Ոնց Մովսեսը աղոթեց ու Աստված մանանա տվեց անապատում երկնքից։ Ասում է երկնքից եկած հաց էր։ Երկնքից էր դա գալիս։ Աստծո թագավորությունից էր գալի, հայտնվում էր։ Չեմ ասում, sense տիեզերքով գալիս էր կիլոմետրերով, չէ։ Աստվածանենց էր ան, որ երկնային թագավորությունից հայտնվում էր ստեղ։ Հելմեն ժողովուրդը տենում էին մանանան փռած, հավաքում էին ու ուտում էին։ Չէ, որտեվ Աստծո խոսքն ասում են նրանք երկնային հաց կերան, հենց այդ տեսակ գրած է։ Հիսուսը երկրավոր գինի չի սարքել։ Որտեվ իրանց լավ այդ գինուց հետո երբ որ համտեսում են այն գինին, որ Հիսուսը ջրից գինի դարձրեց, ասեցին, այս լավ գինին միջև հիմա պահել էիք։ Ու մարդիկ ասում են, տեսեք, Հիսուսը ջուրը գինի դարձրեց։ Ուրեմն խմել կարելի է։ Եթե դու կարաս ջուրը գինի դարձնես, խմի ինչքան ուզում ես։ Համաձայն եմ։ Հա։ Մի հատ ցիստեր արտուն մեծ ցիստեր ար, ջուր լցի, աղոթի, ու եթե գինի դառնա, խմի ինչքան ուզում ես, ու սաղին դուր։ Այո, եթե դու կարաս Հիսուսի գինին երկնային գին էր։ Ու երբ որ Հիսուսը պետքա գնար հոր մոտ, դա մի համարակ է Մատթեոս 26-29, վերջի ընթրիքի ժամանակ, երբ որ իր մարմինը կիսեց, ոնց որ հացը աշեկերնը եւ խմեց որդի բերքից, նայեք ինչ ասում Հիսուսը։ Հիսուսը ասաց. «Միայն ասում եմ ձեզ, թե այսուհետև որդի այս բերքիցն էլ չեմ խմի մինչև այն օրը, որ դրան ձեզ հետ նոր կխմեմ իմ հոր արքայության մեջ»։ Ասում է այսուհետև որդի բերքը այդ խաղողի բանն է, գինին է մի խոսքով։ Չեմ խմի, բայց ձեր հետ կխմեմ, ասում է։ Բերքից էլ չեմ խմի մինչև այն օրը, որ դրան ձեզ հետ նոր կխմեմ իմ հոր արքայության մեջ։ Ինքը ուխտ արեց։ Մենք ուխտ ենք անում, որ այն գինին, որ մենք խմելու ենք երկնքում, դա կատարյալ գինին է, որը օրհնված է Սուրբ Հոգով, սենց ասեմ։ Չէ՞ որ ինքը ասեց, այսքան սրանով նոր ուխտ սկսեց։ Միջև Հիսուսի խաչվելը դա հին ուխտն էր, Old Testament-ն էր։ Հին կտակարանյան ձևերով էր, ու սրանով վերջ դրվեց գինին։ Վերջ դրվեց գինին։ Գինին դու մինք մտածեք, ասեք, հա, գինի չեմ խմի, բայց վիսկի կխմեմ։ Հասկանում եք, չէ՞, խոսքը գնում է ոգելիչ խմիչքների մասին։ Եթե նայեք, ուզում ենք սուրբ կյանքով, որտեղ շատ քրիստոնյաներ ստեղ են սայթակում ընկնում։
Եթե հիմա տենաս մեկ ինչ որ մեկը օգտագործում է, պետք չի դատես, մեղադրես, ասես դու թող խոսքը լսեն մարդիկ։ Թող Աստծո խոսքը լսեն, իրանց ընտրություն անեն։ Ոչ մեկին մենք չենք դատում։ Մենք ժամանակ եղել, ես էլ եմ օգտագործել, դու Աստված ասես մի արա։ Մտի ուխտի մեջ դադարեցրու։ Եվ ես տեսա իմ նվիրվածությունը ավելի ուժեղացավ Աստծուն եւ Աստծո ներկայությունը էլ ավելի ուժեղ եկավ իմ կյանքում։ Սրա համար այս խոսքը իմ համար հիմք է, որ Տերը ասեց, ասում ձեզ թե այսուհետև որդի այս բերքից էլ չեմ խմի, միջև այն օրը, որ դրան ձեզ հետ նոր կխմեմ իմ հոր արքայության մեջ։ Ես էլ չեմ խմելու միջև հոր արքայության մեջ, որ կխմեմ, դա երկնայինը կլինի։ Սա ուխտ է։ Այսինքն ուխտ նշում է covenant։ Covenant-ը Աստծո հետ։ Ամեն։ Սա շատ կարևոր է։ Դու չես կարա գնաս խնջույքին նստես, ազատ խմես, ազատություն տաս մարմնիդ ու փառավորես Հիսուսին քո քարոզչությունով, չես կարա։ Մարդիկ չեն հավատա քո քարոզածին։ Քո քարոզածը ուժ չի ունենա։ Կամ էլ ում էլ բերես ապաշխարության քո նման է լինելու։ Այն մարդկանց նման է լինելու, ովքեր որ խմիչք են օգտագործում։ Ավել չի այն, որ Հիսուսը ասում է, Փարիսեցին ասում է, ծով ցամաք ման եք գալի, մեկին նորահավատ գտնեք, եւ նրան ձեզանից երկու անգամ ավելի վատ գեհենի որդիկ եք սարքում։ Գեհենի որդիկը գիտեք որն է։ Դժողքի արժանի բաժին եք սարքում, ասում եմ, մեկին էլ անգամ որ բերում եք, ձեզանից ավելի վատն եք սարքում։ Այսինքն ինչ տենում են մեր մոտ, սովորում են, լավը տեսան կրկնակի լավն են դառնում, վատը տեսան կրկնակի ավելի են վատը դառնում։ Մենք պատասխանատու ենք ամեն մի հոգիների համար։ Նույնիսկ եթե դա իմ դուրը գալիս է, ես դա զոհաբերում եմ Աստծո թակարության համար, մարդկանց փրկության համար։ Պողոս առաքյալը թղթերի մեջ ինչ է գրում։ Կորինթացիների մեջ պարզ գրում է։ Ասում է, եթե իմ այդ գինի խմելով եղբայրը պետք է գայթակղվի, հավիտյան չեմ խմի, հավիտյան։ Այսինքն ամենակարևորը մարդիկ են այստեղ, ոչ թե իմ ցանկությունը, մարմնական հաճույքը։ Հավատում եք։ Սա շատ կարևոր է, երբ որ նայեք, մենք քարոզում ենք մարդկանց, մարդիկ կան, որ իրանց տարբեր տեսակի հավատացյալներ են հանդիպել, քարոզել են Աստծո խոսքը Հիսուսի մասին, այդ մարդը չի հավատացել, բայց գայս է մի հատ ինչ-որ ժամանակահատված, որ սատանական հարձակումներ է լինում այդ մարդու վրա, շատ ուժեղ սատանական հարձակումներ է լինում եւ ինքը Աստծո կարիքն է ազգում, ուզում է գա իր կյանքը տա Աստծուն փրկվի, դուրս գա այդ վիճակից, իր հոգին փրկի։ Եվ ինքը որ հավատացյալի մոտ կգնա, այն որ իրան քարոզում են, այն մեկի ով որ անդադ խմում էր իր այդ հավասար, թե այն մեկի ով որ չէր խմում։ Ով որ չէր խմում։ Հասկանում եք։ Եթե այդ մարդկանցից ոչ միանով չենք տարբերվում, ուրեմն իրանք փրկության ճանապարհն էլ չեն տեսնի։ Աստված մեզ է օգտագործում, մեր պահվածքն է օգտագործում։ Իսկ ինչ վերաբերվող խաղերին, կազինո խաղերին, ինչքանով է դա ճիշտ, ինչքանով է դա Աստծուց, միանգամից ասեմ, դա Աստծուց չի, դա ճիշտ չի, դա ճիշտ չեմ համարում, որովհետև կազինոն կամ գամբլինգ, հա, ոնց որ տենց մի խոսքով խաղադրույքներ են անում, չգիտեմ, դա լիքը ընտանիքներ է քանդել, լիքը ընտանիքներ է կործանել։ Անկամ եթե մարդ մի քիչ շահում է, վերջ, սատանան բռնում է իրան, այդ ձուկը ոնց են բռում, չանկյալի վրա են խայծ են դնում, չէ՞, ворթ են դնում։ Ձուկը տենում է ворթը գա սովորուտի ու բռնում է։ Այդ դու մի քիչ շահում ես ու տարավ քեզ վերջ, դու կորար։ Հետո դու ավելի շատ ես կրվում, հետո ուզում ես գոնե խաղաս քո կրվածը հետ բերես, ավելի շատ ես կրվում, հետո գնում ես ինչ ունես, չունես, ծախում ես, դնում ես ու անդադ կրվում ես, վերջում տուն, տեղ, բիզնես, սախ, վերջ, դու կորար, սատանան տարավ։ Աստված չի առաջնորդում մտերանք, Աստված չի առաջնորդում այդ տեղեր։ Սատանայի թակարդն է այս աշխարհում։ Ու սատանան ծիծաղում է մեր վրա։ Դրա պատճառով ծիծաղում է։ Եվ նայ առաջի Տիմոթեոս 6:10-ը ինչ է ասում։ Որովհետև արծաթասիրությունը ամեն չարիքների արմատն է, որին մի քանիսը անձնատուր լինելով հավատքից մոլորվեցին եւ իրենց անձերը շատ ցավերով խոցեցին։ Արծաթասիրությունը, այսինքն փողը այն ժամանակ արծաթի տեսքով էր, դրա ասում արծաթասիրություն։ Այսինքն փողասիրությունը ամեն չարիքների արմատն է,
որին մի քանիսը ազնատուր լինելով, Պողոս առաքյալը գրում է հավատացյալների մասին, որ հավատացյալներն են ազնատուր եղել այդ փողասիրությանը, եւ ասում է շատ ցավերով են խոցվել։ Հավատքից մոլորվեցին եւ իրենց անձերը շատ ցավերով խոցեցին։ Աստվածաշնչում ամեն ինչ չի գրած, կազինո, բան, այն նարկոտիկ։ Բայց Պողոսը գրում է եւ ինչ որ սրացնում է, կամ ասում է, այստեղ տեսանք փողասիրության մասին։ Օրինակի համար առակազ մի հատ հատված կարդամ 13-ի 11-ը Ունայնությամբ հավաքած հարստությունը կպակասի, բայց քիչ-քիչ ժողովողը կշատացնի։ Ունայնությամբ ուզում ասի դատարկ ճանապարհներով ունեցվածք ձեռք բերողը կկորցնի, բայց քիչ-քիչ հավաքողը կշատացնի։ Մեկ ուրիշ հատված էլի առակացից 20-21-ը ասում եմ մի ժառանգություն, որ սկզբումը շտապելով է ստացվել, նրա վախճանն էլ չի օրհնվի։ Գիտեք այդ արծաթասիրության բանը, որն է թակարդը, որ մարդ հենց հիմա շատ շուտ ուզում է հարստանա, սատանան բերում է այդ։ Գիտեք ոսկու տենդ է եղել, չէ՞։ 1896 թվականը Ալյասկային մարդիկ եթում այդ ոսկու տենդ կար, անգլերեն ոնց է կոչվում gold rush, չէ՞։ Գիտեք այդ ինչ է, դա ոգի է։ Դա evil spirit է, դա ոգի է։ Նկարագրում է մարդու մտքի մեջ, ինքը պատկերացնում է գնաց ոսկու հանքա գտնելու, հարստանալու է ու ինքը իրան պատկերացնում է ասենց մեծ տան մեջ, ծառաները իրան են ծառայում, ինքն է ասենց իր համար հավեսով վայելում է, ֆրֆռում է այս կյանքում։ Gold rush։ Ու գիտես ինչքան մարդիկ են գնացել Ալյասկա, դե սառ է, մահաց է։ Է դրա պատճառով դա տենդ է, հայերեն ասում են տենդ, ոսկու տենդ, այսինքն հիվանդություն կա, չէ՞, որ տենդ, ասես համատարած ժանտախտը ոնց է։ Բաներ, պանդեմիա։ Տարածվում է, ասենց համատարած տարածվում է, այդ էս տարածվում է, դա դևը բերում է։ Դուք մի հասկացեք, մի մտածեք, որ մենք ասում ենք փող աշխատելը, ունեցվածք ունենալը սխալ է։ Մարդ կարող է շատ հարուստ լինի, տես անընդհատ ես ամեն անգամ երբ որ այս թեմայով խոսում շեշտում եմ։ Մարդ կարող է շատ հարուստ լինի, դա նորմալ լինի, Աստված օրհնում է, բայց ես ասում սխալ ճանապարհներով գնալով դու կործանում ես եւ քեզ եւ մյուսներին։ Եթե տենց ոսկու տենդ կար, Կալիֆոռնիայում էլ է եղել, էլի 1800-ական թվականներին, կարծեմ 1848 թվականին, էլի տենց բան է սկսել։ Ոսկու տենդը, gold rush։ Մարդիկ թողում են իրաց նորմալ աշխատանքները, ամեն ինչ գնում են, ուզում են արագ հարստանան։ Նույն բան առաջարկում է կազինոները, հասկացաք։ Արագ, հիմա այս կոպը կգցեմ, հեսա միլիոներ եմ դառնալու։ Այդ ինչ է։ Այ էսա։ Արծաթասիրությունը սա շատերին կործանել է։ Հիմա, վրաս, հիմա։ Հենց հիմա։ Բայց ասում է քիչ-քիչ շատացնողը կհարստանա, քիչ-քիչ։ Այսինքն Աստված ուզում է մեր աշխատանքի մեջ մենք ժամանակ դնենք, զարգացնենք, համբերատար լինենք եւ ընթացքում մենք ունենանք ամեն ինչը։ Բայց Սատանան ասում է հենց հիմա դու ես կոպեկ գցել նա այն մեկը միլիոն շահեց, այն մեկը ես չեմ հավատում։ Աստծո խոսքը ինձ ուրիշ բան է ասում։ Մարդիկ ասում են որտե՞ղ է գրած կազինոյում ես։ Կազինոյում այսին չի գրած, բայց փող աշխատելու ձևի մասին է գրած։ Այսքան բան կարծես էլի շատ ավելի տեղեր կա, եթե կուզեք ես այդ համարները կտամ։ Պետք է որ ճանաչեք սատանայի ճանապարհները։ Սատանան կարող է ինձ ձենով գա խոսասի, գնա էս արա։ Գնա ես իմ ինչ արա։ Գնա այն մարդու հեծանիվը վեկալ, քեզ եմ տալիս։ Ասում վայ Աստված ինձ հեծանիվ է տալի։ Գնամ նստեմ քշերով տամ, հետո պոլիսները գան տանեն։ Աստված իր խոսքի հակառակ բան չի ասի։ Շատ զայներ կան, շատ հոգիներ կան այս աշխարհում, ասում է։ Փորձեցեք հոգիները արդյոք Աստվածանից են։ Շատ կարևոր է որ դու կապի մեջ լինես եկեղեցու հետ, հովի հետ, ավակների հետ, ծառայողների հետ, որ տեսնես այն հայտնությունը, որ դու ունես, Աստծուց է, թե սատանայից է։ Եթե մենք մի բան չենք ընդունում այս եկեղեցում, վերաբերվող ասենք խմիչքներին, խաղադրույքներին այդ բաները, որ կազինոների հետ կապված, այլ մեղքերի հետ կապված, խնդրում եմ մի կանգնեք մարդկանց մոտը ոչ մի բան մի ասեք այդ մասին, որտեղ այդ դեպքում կստացի, որ գիտակցաբար շեղում եք ու անես կբերեք։
որտեվ սա Քրիստոսի եկեղեցին է։ Եթե մի բան մեր կողմից չի ընդունվում, ուրեմն ուզում եմ Աստծո անունով խոսանք, ինչի անունով ուզում եմ խոսանք, այստեղ պետք է չլինի այդ բանը։ Որտեվ խախտում է միաբանությունը, խախտում է սրբությունը, ասենք Կարոն խաղա օրինակի համար $10,000 այդ ռոբեին, ասենք փող շահեց։ Ասենք ինքը գցել է, շահել է։ Պահի քո անձնական մեջ, օքեյ, դու այդ սխալը արել ես, ես սխալ եմ համարում, դες ասում եմ, ինչ սխալ, $10,000 շահեցի։ Մեկը սխալ եմ համարում, որտեվ դու քեզ տանելու այնքան ես խաղալու, դրա 100-պատիկը տարվելու ես մեկը։ Ու պլյուս մարդկանց պատմելուց իրանց գցելուց դժբախտության մեջ։ Արել ես ինչ-որ բան, պայքո մեջ ոչ մեկին մի պատմի։ Թե չէ կդառնանք գիտակցաբար մոլորեցնող։ Ես շատ խիստ եմ վերաբերվում այն բաներին, երբ որ մենք եկեղեցում մի ընթացք ենք վեկալում ու մարդիկ առանց իմ տեղյակ լինելու ինչ-որ բաներ են տարածում, ես դա չեմ ընդունում, ոչ մի ձևով, ով այլորե ասեցի ծառայողական, ուզում եմ իմ անձնական օգնականը լինի, ով ուզում է լինի, մենք ստեղ առանց կոմպրոմիսի պետք է այդանք։ Մեր համար ամենակարևորը ըստ եկեղեցում սրբության ուսմունքն է, սերը եւ սրբությունը, մենակ սրբությունը չէ, սեր եւ սրբություն։ Որտեվ սերը առանց սրբության մարդիկան մենակ սեր են կարծում, սերը առանց սրբության տանում ամենաթողության։ Ինչ ուզում անում, մեկը Աստված սիրում, մեկը սերա, մեկը կների, մեկը կանցկացնի, խնդիր չկա։ Իսկ սրբությունը առանց սիրո տանում է կրոնի, փարիսեցիության։ Դու կանոններ ես սպանում, բայց սեր չկա, դառնում ես փարիսեցի դատող, քննադատող։ Դրա համար պետք է իրար հետ հավասար գնա սերը եւ սրբությունը։ Սա շատ կարևոր է, որովհետեւ մենք գիտակցենք ամեն։ Աստծո խոսքը պետք է իշխի մեր վրա, մեր եկեղեցում, եթե չենք ուզում false teacher-ներ դառնանք, կեղծ ուսուցիչներ դառնանք, ուրեմն պետք է սովորացնենք այն ինչ որ խոսքն է ասում։ Եթե գիտես քո հովիվը սենց է սովորացնում, ուրիշ ձև է սովորացնում, ուրեմն դու դառնում ես false teacher։ Կեղծ ուսուցիչ, որտեվ Աստծո խոսքը ասում է վերջի ժամանակներում շատերը հավատքից կհեռանան եւ կհետևեն մոլոր ոգիների վարդապետությանը, այնպեսի վարդապետության, այսինքն teaching-ներին, որ իրանց լսելիքներին հաճելի է, հավես է։ Եթե մենք չենք ընդունում խմիչքը գունոսից խմելը պետք է խմել, լսի, շատ է զում խմես, գնա խմի, քո գործն է, քո Աստծո մեջ է, բայց մի քարոզի եկեղեցում, հասկանում եք ինչ եմ ուզում ասեմ։ Խաղում ես մի բան գցել ես, գնա մի տարածի։ Դա քո սխալն է, դա քո թուլությունը, մի տարածի։ Ես չեմ ասում լավ է արվում, լավ է անում ինչ որ մեկը անում է, բայց չես կարող կոնտրոլ անես, մարդու գործն է։ Այդ է անդրում։ Բայց պետք է չտարածվի մյուսների մեջ։ Մենք տեսել ենք տարիներ առաջ մի հաղորդում կար YouTube-ով էին հանել այն մարդկանց մասին, ովքեր որ շատ արագ միլիոնատեր են դարձել։ 10 մարդիկ, ովքեր կազինոյով կամ ասենք լոտարեյով փող են շահել, միանգամից միլիոնատեր են դարձել։ Նրանցից հետո որ իրանք փող օգտագործելու ձևը չգիտեին, որովհետև շատ արագ են ստացել։ Այն մարդը, որ փողը կամաց է աշխատում, ինքը գնահատում է, որովհետև ինքը տանջվել է դրա վրա, քրտինք է թափել ու ճիշտ է ծախսում։ Բայց այն մարդիկ, որ շատ արագ են ստացել, միանգամից միլիոնատեր են դարձել, նրանցից որոշները ծախսել չեն ափր-ցփր, գնացել, ման են եկել, հյուրանոցներում, թանկարժեք մեքենաներ, չգիտեմ, աղջիկներ եւ այլ, այսպես մարմնական կյանքով են ապրել։ Հետո փողերը բրծելա, մեկը գնաց ինքնասպան եղավ, չդիմացավ այդ ստրեսին։ Մեկը ընկավ դիպրեսիայի մեջ։ Շատ քչերն են եղել, որ կարողանան կառավարեն, տակից դուրս գան։ Շատ կարևոր է, որ այս սկզբունքը մենք հասկանանք։ Շուտ, հիմա Աստված հիմա կտա։ Ես էլ եմ այդպես մտածել առաջ։ Այնպես չի, որ ես մի բան եմ ասում, իմ վրա չի եկել։ Ես ասում եմ, լոտարեխամ Աստված ջան, դու կար ասեն 200 միլիոն, ասենք բան լոտո էր, ինչ լոտո էր։ Մեգա լոտո էր, ինչ էր։ Լավ կա Աստված ջան, դու դուր իմ այդ մեծ եկեղեցի կառնեմ, Աստված ավելի լավ գիտի։ Կարող այդ փողը շահի օր ու գիշեր այնքան այդ մտածեի ծախսերի մասին աղոթելու ժամանակ չունենայի։ Հասկանում եք։ Այնքան մտածեի այդքան փող այս բիզնես անենք, այնի անենք, եկեղեցու համար, յանի եկեղեցու համար լավ գործ կանենք, բայց այդ օծությունը մենք այսօր չենք ունենա։ Ուրիշ տեսակ կլներ։
կհավաքենք ամբողջներ, դահլիճներ, որով մարդիկ կգան կտենան հարուստ եկեղեցին, ինչ որ հարուստ մարդիկ ենք եւ այլ, այսպես ճոխություններ, բայց այն օծությունը չի լինի, որտեղ այդ աղոթքի կյանքը չենք ունենա։ Օրը գիշեր պետք է մտածենք, ստեղ ճիշտ ենք ծախսես, ստեղ ներդրեցինք եւ այլ եւ այլ։ Աստված գիտի։ Չի տալի լավ է անում ուրեմն։ Ինքը ասել է քիչ-քիչ։ Կամաց։ Ամեն։ Եթե ինչ որ մեկը բիզնես անում, ներդրում անում, մեծ գումար է գալի, նորմալ է, փառք Տիրոջը։ Ուրեմն իր խելքը հերիքել է այդքան, ուրեմն իր կրթվածությունը հերիքել է, ուրեմն իր ջանքը հերիքել է, որ ինքը հասնի դրան, թող հասնի։ Իր ջանքով, աշխատանքով, Աստծո օրհնությունն էլ հետ, Աստված էլ մի բան էլ կավելացնի։ Բայց ոչ թե ֆրֆրանք դենանք Աստված որտեղ ուզում գցենք այդ կոպեկը, որ լատարեն լրացենք, որ վարկյանական հարստանանք, դա ծոլություն է նախ։ Դա քանդում է կյանքը։ Ու մի ասեք, որ Աստված է ասել։ Սա շատ կարևոր է, ես սա ինչի համար եմ ասում եկեղեցու, որպեսզի լինենք պաշտպանված։ Մենք պետք է լինենք պաշտպանված։ Աստծո խոսքը ասում է, Աստված ում սիրում է, նրան խրատում է։ Ում սիրում է, նույնիսկ սենց ասում, ծեծում է։ Սա գրած է Եբրայեցի 12:6 համեց, ասում է, նայ, որովհետև Տերը իրան սիրածին խրատում է, նա ծեծում է ամեն որդի, որ ընդունում է։ Տերը իրան սիրածին խրատում է եւ նա ծեծում է ամեն որդի, որ ընդունում է։ Եթե խրատի համբերեք, Աստված ձեզ հետ ինչպես որկանց հետ կվարվի, որովհետև որ որդին է, որ հայրը նրան չի խրատում, բայց եթե առանց խրատի եք, որին ամենքը մասնակից եղան, ուրեմն խորթ եք եւ ոչ թե որդիկ։ Հասկանում եք, չէ՞։ Աստված ընդունում է, խրատում է եւ ծեծում է։ Ասում է, որ որդին է, որ երեխեքն են, որ իր ծնողները չի խրատում։ Բոլոր ծնողներն են խրատում, ասում է, եթե խրատի համբերեք, որտեվ հեշտ չի, ծեծ է տալիս։ Բայց ո՞նց է ծեծում։ Գցում է ոտնա ջարդում, հիվանդություն է տալիս, Ունենց անում մի դժվար դեպք կա, ասեմ ոնց է ծեծում։ Այն ինչ որ նոր խոսում է խոսքով, չհավատակ, որ ուրիշ ճանապարհներով Աստված այստեղ ծեծել բառը հենց որովհետև այն ինչ որ խոսքն է մարդու մեջ անում, ոչ մի բան չի կարող անի։ Հիշում եք մի տղա կարա բանդում է եղել մի ժամանակ այդ բանտապետները, բանտապահները չեն կարողացել նրան կոդրեն, ինչքան ծեծել են, ինչ արել են, մեկը դուբին կեքով, բաներով ասում է, ոչ նրան կոդրել հնարավոր չէր։ Եվ վերջը ազատ են թողել, ոնց ուզի այդ բանտում ինքը անի, ղեկավարի, ասենք, հեղինակությունը այտենց ձեռք բեր այդ մարդը։ Ու ոչ մի ուժային մեթոդ չի կոդրել այդ մարդուն։ Բայց ինքը վկայում ասում է, բայց որ ես Աստծո խոսքը լսեցի, կպավ խոսքը սրտից գնացի եկեղեցի եւ այդ խոսքը փոխեց ինձ։ Խոսքի զորությունը շատ ավելի ուժեղ է։ Եվ խոսքը իրան փոխել է, ծեծը չի փոխել։ Ֆիզիկական ջարդը չի փոխել, բայց խոսքը իրան փոխել է եւ ինքը խոնարհվել է Աստծո առաջ։ Եվ Աստված իր խոսքով ավելի ուժեղ է խրատում, քան գցելով ոտը կոդրելով։ Աստված չի անում այդ տեսակ բաներ։ Հիսուսը ոչ մեկի ոտը չկոդրեց։ Հիսուսը ասում է բոլորին էր բժշկում։ Բոլորին։ Մեկը տեսակ, որ ասի չէ, այս մեկին հայրս է տվել հիվանդություն, որ խրատում է, ես քեզի չեմ բժշկի, գրած է բոլորին, 4 ավետարաններից մի հատ հատված չգտնի, որ Հիսուսը չբժշկեր կամ ասեր դու արժանի չես, կամ չեմ կամենում, կամ քեզ խրատելու համար Աստված տվել։ Մի հատ տեղ չգտնի։ Բոլոր տեղերը Հիսուսը ասում էր, ես իմ հոր գործներն եմ անում։ Ինչ որ տենում եմ իմ հորը անելիս եւ նույնն եմ անում ես դա։ Այսինքն հայրն էլ է կամենում բժշկվելու մարդիկ։ 5 կտակամ այո Հիսուսը դեռ չէր խաչվի, այդ անեստները գալիս էր, բայց խաչի վրա Հիսուսը վերցրեց իր վրա բոլոր հարվածները, որը ոչ մեկ այդ հարվածները չկրի այլևս։ Դրա համար ամենաուժեղ խրատը, այստեղ որ ասում Աստված ամեն որդի որ ընդունում է, խրատում եւ ծեծում է, դա անում է իր խոսքի միջոցով։ Որտեղ խոսքը հանդիմանողական խրատող, ուսուցողական շատ ավելի խորն է գնում մարդու մեջ։ Այնպես որ խորհուրդ եմ տալի, եթե խոսքացում է, եթե խրատի համբերեք, որտեղ դժվար է մեկ-մեկ լինում։ Մանավանդ երբ որ մարդուն 1000 անգամ ասում ես, չի լսում։
Եթե խրատի համբեր եք, Աստված ձեր հետ կվարվի որպես իր որդիները, եթե չէ, ուրեմն օտար կլինեք ասում է։ Մենք սպասում ենք հափշտակությանը եկեղեցու, ռաբ չրա լինելու։ Բայց վայ երկրի վրա բնակողներին, վայ, որտեղ շատ մեծ նեղություններ ալենելու Հիսուսը, որ ասաց աշխարհի սկզբից մինչև վերջ չի եղել երբեք այդպիսի նեղություններ չի եղել։ Բայց նրանք, ովքեր որ պատվիրաններով կապրեն, իրանց անոթը կպահեն պատվով, սուրբ կյանքով կապրեն, իրանք հափշտակվելու են։ Դա անսպասելի է լինելու շատ։ Մենք պետք է արթուն լինենք միշտ։ Հիմա ժամանակները շատ մոտ է դրա։ Եթե անգամ մարդը, ոնց ասած, չլինի հափշտակվել, ավելի շուտ մահանա գնա Տիրոջ մոտ, էլի մեկա Տիրոջ մոտ է գնում, Տիրոջ մոտ է հայտնվել, ամեն։ Այսօրվա թեման շարունակելի է, սա չվերջացավ, ինչպես ապրել սուրբ կյանքով, որտեղ դեռ պետք է մենք խոսանք այդ մասին եւ ասենք ինչպես պետք է ապրենք սուրբ կյանքով, ինչ բաներաքայլերա մեր կողմից պահանջվում, սա շատ կարևոր թեմա է, որպեսզի սա մեր սրտի մեջ մտնի, սա մեր կյանքի մեջ մտնի, ամեն, սա ուղղակի քարոզչություն չի, որ մի անգամ արեցինք, մոռացանք, սա շարունակական պետք է լինի, ամեն, եւ երբեմն սրբության մասին քարոզչությունը խիստ է թվում, բայց մենք չենք կարող ավելի փափուկ երանք տանք, այն ինչ որ Աստված ասել է, հասկանում եք, որտեղ իհարկե այդտեղ դիսցիպլինա է պահանջվում, հավաքվածություն, Աստծո վախ, որովհետև երկրորդ Կորինթացիս 7-րդ գլխի առաջի համար ասում է սրբությունը կատարեք Աստծո ահով, այսինքն Աստծո վախով, Տիրոջ երկյուղ է պետք, եթե մենք թեթևամտորեն վերաբերենք, ասենք Աստված սիրում է մեկականների ու արհամարական ու չունեցանք երկյուղ չեն գնա դեպի սրբացում, պետք է հասկանանք պատասխանատվությունը այն քայլերի, որ մենք արել ենք կամ անում ենք, մենք պետք է հասկանանք, որ այդ ամեն ինչի համար մենք պատասխանատու ենք Աստծո առաջ, պատասխան ենք տալու եւ այդ երկյուղից մենք հավաքվում ենք, զգուշանում ենք, չէ որ դու երբ որ կարմիր լուսա դու չես մեքենատ քշում գնում Դու գիտես քեզ տիկետ կտան, չէ, կամ դե պոլիսը կանգնած է, դու գիտես դու ինչն է, ինչ որ վախ է, չէ, քեզ բամ։ Այնպեսի սարսափ դող չի, որ չգիտեմ վախեցածությունը գա, բայց ինչ որ մի վախ, որ դու չխախտես կամ ինչ որ ակսիդենտ չլինի, չէ, վթար չլինի։ Նույնն էլ մենք գիտենք այն մարդիկ, ովքեր որ մեղքի մեջ են ապրում, խոսքը ասում է մեղքի վարձքը մահ է, այսինքն մեղքի հետևանքը մահ է։ Պարտադիր չի անմիջապես մահանա մարդը, բայց սկսում է իր կյանքում հոգևոր այդ մահը, դիպրեսիան, տխրությունը, չարի ճնշումները եւ այլ, բայց վերջում ամենավատն է լինելու դատաստան են գալու այն մարդիկ, ովքեր որ մեղքի մեջ են ապրել, քրիստոնյա են թեկուզ կոչվել։ Դրա համար շատ կարեւոր է որ ունենանք այդ երկյուղը, Աստծո երկյուղով, Աստծո վախով ենք մենք մեզի պահում սրբության մեջ, ոչ միայն սիրով։ Մի օրինակ կար, որ վերջերս պատմեցի ծառայողների խմբում, դա էլ ասեմ եւ ավարտենք, մի Աստծո ծառայող կար, հայտնի շատ Աստծո ծառայող ա եղել, որ ինքը սիրել է Աստծուն եւ Աստծո սերն է ունեցա իհարկե, բայց զգույշ չլինելու պատճառով ընկել է մեղքերի մեջ, ընկել է հանցանքների մեջ եւ այնպես է եղել, որ նրան տարել են բանտ եւ իր պատճառով շատ մարդիկ գայթակղվել են, շատ մարդիկ են գայթակղվել, որ գիտեն հայտնի քարոզիչը, հայտնի ծառայողը ու հանգարց իրան բռնել են մեղքի հանցանքի մեջ եւ դրա պատճառով բանտ են նստացրել։ Եվ մեկ ուրիշ քարոզիչ գրում է նրա մասին, ասում է ես որոշեցի գնամ նրան բանտ այցելության։ Եվ որ գնացի նրան տեսնելու, ասում է ես հարցրեցի, ասեցի լսիր, ես զարմացած եմ, այդ երբ ես դու դադարել Տիրոջը սիրելուց, երբ է դա քո մոտ կանգնել այդ սերը Աստծո հանդեպ, եւ այդ մարդը որ բանտում էր, ասել ես երբեք չեմ դադարել Տիրոջը սիրելուց, ես միշտ Տիրոջը սիրել եմ, պարզապես ես կորցրել էի նրա վախը, ահա թե ինչ է անում սերը առանց Տիրոջ երկյուղի, գիտեք ինչի, որտեղ մենք ֆլեշ ունենք, մենք ունենք այս ֆիզիկական մարմինը, որ ինքը ընկած է, եթե այդ վախը չլինի ինքը շատ սխալ ազատություն կստանա, մեր հոգու կողմանը մենք Աստծո զավակներ ենք, մեր հոգու կողմանը մենք որդի ենք, բայց ֆիզիկապես դա պետք է ծառա լինի։ Ինչա մենք գրում դուք Աստծո զավակներ եք, մի վախեցեք, բայց Պողոսը տեղ կա ասում է մենք Տիրոջ ծառաներն ենք, դաժե ռուսերենում ավելի բան է հնչում, ասում է ռաբ բոժի, Աստծո ստրուկ անգամ։ Մեր հոգու կողմանը մենք Աստծո զավակ ենք, մեր հոգին փրկված է, մեր հոգին չի ձգտում մեղքի, մեր հոգին ձգտում է սրբությանը, կատարելությանը, բայց այս մարմինը ձգտում է մեղքին, հաճույքներին։ Դրա համար այդ երկյուղ Աստված տալիս է, որ այս մարմինը վախեցնենք, չէ՞ որ
ասեցի ճանապարհատրանսպորտային կանոնների մեջ, այլ բաների մեջ դու երկյուղ ունես, գիտես հոսանք կա, հոսանքը եթե այդտեղ բացեցիր, այս բանը, չէ, շտեպցելը եթե բացեցիր, ամեն մեկն է կվախենան ձեռք կտան, ու ճիշտ է կանեն, որտեղ դա կսպանի, կամ եթե չսպանի, անգամ վնաս կտա։ Դու գիտես, տես այդ վախը, կա վախ, որ քեզ սպահում է, ճիշտ վախ կա, դու բարձր ասենք մի 100 մետր դու զորի վրա սենց չես կայնում, սենց անում։ Սենց խաղեր չես անում։ Հուսում սիրտս թուլացավ, չէ։ Վախ կա, որ վախը պահում է քեզ չարիքից, առակացնել ասում տիրոջ վախը հերու է տանում չարիքից։ Տիրոջ վախով մարդ հերու կմնա չարիքից, հերու կմնա մեղքից։ Ուրեմն տիրոջ երկյուղը շատ կարևոր է, որ այդ երկյուղ ունենանք։ Դրա համար երբ որ այդ խոսքի մեջ երկյուղ բան ես զգում, դա նորմալ է։ Դա նորմալ է, ընդունի, դա որպես խրատ ու հետևի դրան, եւ սիրուն եւ տիրոջ վախին, եւ քո մոտ ամեն ինչ իր տեղում կընկնի։ Եթե մեղք են գործը, եթե մեղք են գործում, ինչ պետք է անենք, արդյոք պետք է դատապարտության մեջ մանկանք, ես վատ եմ, ոչ։ Դու կարաս գաս Աստծո առաջ, խոստովանես, ասես Տեր ների իմ մեղքերը։ Ես խալվեցի, ես մեղք գործեցի, խնդրում եմ ների Հիսուս։ Ու անմիջապես Հիսուսը կների, որտեղ գրված է, եւ որ խոստովանենք նա հավատարիմ արդար է, որ մեզ ների եւ քավի ամեն անօրենություն։ Եվ դրանից հետո դու կարող ես ազատ ուրախ մանգալ առանց դատապարտության մտքերի։ Ես չեմ ասում խաղ անենք, ասենք կներես, որ գնանք հետո նորից նույնը անելու։ Ոչ։ Եթե պատահական է լինում, եթե դու սայթակում ես, ուզում ես 1000 հոգ անգամ սայթակես, ես քո կողքին կանգնած եմ։ Ես չեմ մեղադրում, չեմ դատում այն մարդկանց, ովքեր հարյուրավոր անգամներ ընկնում են, ես օգնում եմ իրանց։ Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, ես չեմ մեղադրում ոչ մեկին, բայց այն մարդը, որ ասում է, «Էսի նորմալ է, էսի սխալ չի»։ Այ ես դա եմ դատապարտում։ Մարդիկ ասում են, «Օ, դատել, Աստված ասում է մի դատի»։ Կարդա առաջի Կորինթաց 5-րդ գլուխը, կտենաս, որ եկեղեցու անդամներին, ավագներին Պողոս առաքյալը գրում է, դուք դատեք ներսիններին։ Դրսիններին Աստված է դատելու։ Աստված տվել է այդ իշխանությունը եկեղեցու ներսում, չեմ ասում ուղարկում ենք 10 տարի նստելու։ Այդ տեսակ դատ չէ, այսինքն դատապարտել արարքը, սխալ խոսքը, սխալ գործողությունը, որպեսզի կանգնացվի, կամ այնտեղ տեղեր կա, որ եկեղեցուց անգամ դուրս են հանում այդ տեսակը մարդկանց։ Հիսուսն էլ ասեց, չէ, երբ որ եղբայրդ մեղանչի հանդիմանի, եթե ընդունեց, շահեցիր, եթե չընդունեց, 2-3 հոգով արի։ 2-3 հոգում ընդունեց, լավ է, եթե չէ, ամբողջ եկեղեցով արի առաջ, եկեղեցով ասա։ Եթե ընդունեց, շահեցիր, լավ է, եթե չընդունեց, ուրեմն համարի իրան հեթանոսի պես։ Իսկ Պողոս առաքյալը ավելի մանրամասնում է առաջի Կորինթաց 5-րդ գլխի վերջի համար ասում է այդպիսիներին հեռացրեք։ Հեռացրեք չարին։ Շատ կարևոր է, Աստված տվել է այդ իշխանությունը, որովհետև եթե մենք հիմա դա չանենք, չկանգնացնենք այդ տեսակ բաները, դա կտարածվի, վերջում բոլորն են դատվելու ու առավել ևս ես, որ ես տեսել եմ այդ տեսակ բաներ ու չեմ կանգնացրել։ Դրա համար Աստված ասում է, որ դուք ներսիններին դատեք, որպեսզի Տիրոջ երկյուղը մեր մեջ լինի։ Աստված օրհնի ձեզ, փառք Տիրոջը ձեր համար։